Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Իդեպ վլոգը սկսում եմ այն նույն տեղից, որ ավարտել եմ նախորդը, այո չուզեցա ժամանակ կորցնել ու միանգամից սկսվել այս վլոգը, որոշեցի սկիզբը սկսել, որպեսզի ընթացքը ավելի հեշտ ու սահուն գնա, ասեմ, որ այսօր ապրիլի 1-ն է ու ընդամենը 5 օր հետո Սուրբ Զատիկն ենք տոնելու ու այդ կապակցությամբ ու քանի որ նաև դուրսում բավականին արևոտ ու գարնանային հավես եղանակ է, սկսել եմ մեծ մաքրություն ու բորկա ասվածը, ինչպես ցանկացած հայկին, կարծում եմ, այդպես էլ ես ամեն տոնից առաջ անում ենք խորքային մաքրություն ու համել սեզոնային մաքրություն, այսպես ասած, չնայած որ գարունը արդեն իր երկրորդ ամսում է, բայց ես մեղավոր չեմ, որովհետև եղանակը ամբողջ մարտ ամիսը անձրևային էր ու չենք կարող մաքրություն անել, մի խոսքով, ես հիմա խմում եմ իմ երկրորդ բաժակ սուրճս խմեմ, վերջացնեմ ու շարունակեմ իմ մաքրությունը, ասեմ, որ երեկ արել եմ խոհանոցիս մաքրությունը ամբողջ կահույքով, այսպես հետևներով կահույքի ամբողջական խորքային մաքրություն եմ արել, խոհանոցը վերջացրել եմ, հիմա եկել եմ ննջարան, սուրճս խմեմ ու կանցնեմ արդեն ննջարանի ամբողջական մաքրությանը, մի խոսքով, այսպես շատ արագ ես ու բորկան կվերջացնեմ, որպեսզի միասին գնանք Զատիկի գնումների, հատկապես որ խանութներում արդեն Զատիկի թեմատիկայով լիքը սիրունություններ են ստացել, ես հանեմ տեսնեմ ինչ ունենք չունենք ու ինչ կարելի է գնել ու ըստ այդմ կկողմնորոշվեմ, այդպես սիրուններս ասեցի, ասեմ, որ ու բորկա եմ անում ու հլը գրեք տեսնեմ էլ ով է իմ նման ամեն սեզոնի սկիզբ անում խորքային մաքրություն, վստահ եմ, որ մեր հայ կանանցից շատ-շատերն են անում այդպես, բայց հետաքրքիր կլինի տեսնել իմ հետևորդների միջից կան մարդիկ, ովքեր պարտադիր ամեն սեզոնի սկիզբ անում են մաքրություն ու հատկապես երբ տոն կա առջևում, դրանից առաջ անպայման տունը մի լավ մաքրում ենք փոշուց, դե ինչ, ես գնամ սուրճս խմեմ, արագ գործի անցնեմ, որ շուտ վերջացնենք, որովհետև իրականում ժամանակ էլ չունենք, պետք է պատրաստվել։
Սիրուններս կրկին ողջույն բոլորիդ, իրականում նախորդ կադրերից արդեն անցել է մոտ 2-3 օր ու ես խորասուզված տան մաքրության մեջ ոչ մի բան չեմ նկարել, բայց ուզում եմ ասել, որ ես իմ մաքրությունը արել վերջացրել եմ ու այսօր վերջապես դուրս ենք եկել խանութներով, նախ պետք է գնանք, ես իմ գեղեցկուհու հետ եմ, պիտի գնանք խանութ նվերներ գնելու, քանի որ մի քիչ առաջ մեր Նինուլիկից դասընկերներից մեկի մաման զանգեց ու ասեց, որ ինքը ծնունդ է հրավիրված, այդ իսկ պատճառով գնում ենք նվեր գնելու, դրանից հետո էլ մտնելու ենք սննդի խանութ ու սննդային մեծ առևտուր է մեզ այսօր սպասվում, հիմա ես իմ հետ ինչ որ կարողանամ կբերեմ, ինչ էլ չէ մամայիս հետ եմ գնալու, մի խոսքով սիրուններս միացա ասեմ, որ տան մաքրությունը վերջացրել եմ, հիմա այսօր կարելի ասել առևտրի օր է մեր մոտ, նա, չդեմ, Սիրունես համ գնում ենք, համը ես ու Նինուլիկը մտածում ենք, թե ինչ կարելի է նվիրել այդ երեխային, քանի որ ինքը մեր դասարան նորեկ է, այսպես ասած, մի քանի ամիս է ինչ եկել է ու իրան այդքան լավ չենք ճանաչում, պարզապես դասարանում մտերմացել է Նինուլիկից հետ ու որոշել է, որ իրան պետք է հրավիրի ծնունդին, այդպես քննարկում ենք, թե իմ աղջիկը վաղը ինչ է հագնելու, ինչ ենք նվիրելու, տեսնենք, եթե ինչ-որ բան կարողանանք գնել, ձեզ ևս ցույց կտանք, չէ՞ կյանք։ Ու շատ դժվար է, ինչ պիտի մտածեմ, ամեն ծն տեսնալուց մտածում եմ, ինչ պիտի նվիրեմ իմ ընկերուհիների ու ինչ պիտի հագնեմ։ Սիրուններս, ինչպես տեսնում եք, մենք արդեն տուն ենք հասել ու ուզեցա ձեր հետ կիսվել այս սիրունություններով, քանի որ արդեն երեկոյան Սուրբ Զատիկն է ու պետք է գեղեցիկ սեղան պատրաստենք, ուզեցա այս տարի մի քանի նորություններ մտցնել մեր Սուրբ Զատիկի սեղանի մեջ ու մեր համար վերցրել եմ այսպիսի հրաշք ճուտիկներ, իրանց խոտերի մեջ եմ դնելու, վերցրել եմ նաև այսպիսի հրաշք ճուտիկներ ձվի կճեպի մեջ, մի հատ այս հրաշքին տեսեք, խնդրում եմ, ասեք, որ շատ սիրուն է, չգիտեմ, տեսա ու մի անգամից վերցրեցի, նաև վերցրել եմ այսպիսի պուճուր գազարիքներ, էլի դեկորացիայի համար և երեխեքի համար վերցրել եմ ձվի համար նախատեսված տպեր, այսպես թիթեռնիկներով ու զատիկի թեմատիկայով է, ուրիշ տարբերակներ չկային, միայն սրանք էին, վերցրեցի, հետո մի քանի մանր-մունր բաներ եմ այսպես վերցրել, ելակներ, տեսեք ինչ հատնտիր ելակներ, իրականում ես ելակների այսպիսի մեծ տարբերակն եմ սիրում, շատերը ասում են, որ իրանք համով չեն, բայց իմ համար շատ համով են ու նաև շատ սիրուն, երբ սեղան ես դնում, Անգելինաս էլ ահա որ շատ է սիրում, վերցրել եմ գույնավոր պղպեղներ, էլի երեխեքը շատ են սիրում, վերցրել եմ նուռ 2 հատ, ասեցին, որ շատ համով կարմիր ու քաղցր նուռ է, վերցրել եմ այսպիսի 2 կապ բանան, չինական խաղող, Նինուլիկս ուզեց ու ես էլ որոշեցի վերցնել, այստեղ վերցրել եմ այսպիսի մի հատ մեծ մածուն և իհարկե զատիկի կուլիչ, ու քանի որ մեր տան անդամները կուլիչ այդքան էլ շատ չեն սիրում, հիմնականում ես ու Անգելինաս ենք ուտում, դրա համար փոքր տարբերակը վերցրեցի, դե ինչ, այս ամեն ինչը ես տանեմ դասավորեմ, մինչև մամաս կպատրաստվի, ինքն էլ պատրաստվի ու դուրս գանք արդեն ավելի մեծ գնումների, պետք է գնանք կանաչեղեն գնենք, լավաշ, ձու և այլն, այդ գնումներով ևս կկիսվեմ, հիմա արդեն մամայիս հետ եմ դուրս գալու, արդեն տանն ենք,
Եկեք միասին նայենք ինչ գնումներ ենք արել։ Ինչպես տեսնում եք, այստեղ հիմնականում միրգ բանջարեղեն ենք վերցրել։ Այստեղ սպանախն է, մոտ, եթե չեմ սխալվում, 7-8 կապ է։ Կարծում եմ մեզ կբավականացնի զատիկին։ Այստեղ նորից տարբեր կանաչիներ են, հազարի տերևներ, թարխուն, համեմ եւ սոխ ենք վերցրել, հա մեկ էլ ռեդիսկա, նույն ինքը փոխք։ Հետո այստեղ վերցրել ենք կիվի, մանդարին, հետո վերցրել եմ այստեղ պոմիդոր, կանաչ պղպեղներ, երեխեքը ահավոր շատ են սիրում առհասարակ պղպեղ, հատկապես Անգելինաս։ Վերցրել ենք նարինջ, վերցրել ենք վարունգ, այսպես այստեղ վարունգ ենք վերցրել եւ խնձոր։ Դեռևս այսքանը, հիմա նորից պիտի իջնենք խանութ, էլի մամայիս հետ եմ իջնելու, գնանք, տեսնենք էլ ինչ պետք է գնենք։ Հետո վերցրել ենք թթվասեր, պանիր, այստեղ երեխեքի համար կոնֆետներ, մի քանի տեսակի գետնանուշ, հավի կցկամիս, էլի կոնֆետ, այստեղ վերցրել ենք յոգուրտ, մածուն, երշիկ, կարակ, ցեզերի համար նախատեսված սոուս, կանադական, բժշկական երշիկ, այստեղ ծխեցրած ձուկ է, նորից մածուն, այստեղ էլ վերցրել ենք մի քանի հիգենյա, անցերոտիկ, սուկարանի թուղթ, ասվիժիծել, ժավել, այստեղ օճառ է ձեռքերի համար, ֆոլկա եւ այսպիսի միանգամյա օգտագործման տոպրակներ։ Առայժմ այսքանը։ Հանենուլիկից դասընկերու համար նվեր ընտրել ենք, այսպիսի սիրուն բոքս ենք հավաքել, նին մի հատ ցույց կտաս արևս, չէ մի քանդե, չքանդենք, որ տեսքը չկորցնի, հա, հիմա ասեմ ինչ ենք մենք վերցրել, տուր արևս, դուք կուզեսես տեսա։ Այստեղ մենք արել ենք շատ գեղեցիկ սաներ, 3 հատ կիցիով մասկա, ձեռքի կրեմ, փոքրիկ դուխի, շրթունքի բալզամներ 3 հատ, ու նաև շատ սիրուն պայուսակ ենք վերցրել, փափլիկ, աշնանային, թեթև մանկական իրենց տարիքին համապատասխան պայուսակ ենք ընտրել։ Խնդրեմ սիրուններս, սա էլ մեր գեղեցկուհու նվերը, կարծում եմ, որ ինքը պիտի շատ ուրախանա, որովհետև նախ շատ մեծ սիրով ու ջերմությամբ ենք հավաքել եւ հետո այս տարիքի երեխաները սիրում են նմանատիպ բոքսեր, թիթիզություններ եւ այլն։ Այնպես որ վաղը իմ աղջիկը այսպիսի սիրուն նվերով կգնա ծնունդ։ Վերցրուններս, ինչպես տեսակ, մենք մեր գնումները ամբողջությամբ արել վերջացրել ենք ու արդեն պատրաստ ենք Սուրբ Սատիկին։ Իրականում մի քանի անգամ ենք գնացել խանութ հետ եկել ու ահավոր շատ էինք հոգնել ու կարծում եմ, որ արժանացել ենք այս մի մեծ բաժակ սև դառը սուրճին։ Հիմա սուրճը խմենք, հանգստանանք
դեռ չենք էլ դասավորել մեր գնումները, ելնեմ կանաչիները պիտի լվանամ, մրգերը պիտի լվանամ, տեղավորեմ, այդպես ու որոշեցի, քանի դեռ նստած էի ու սուրճ էի խմում, որոշեցի նաև այս վլոգը հասցնել իր տրամաբանական ավարտին, քանի որ ուզում եմ շատ արագ անցնել արդեն հաջորդ վլոգին, որը արդեն Զատիկի վլոգն է լինելու, այնպես որ եկեք այստեղ ու այսքանով ձեզ ասեմ շնորհակալ եմ, որ վլոգս դիտեցիք մինչև վերջ ու եթե հավանեցիք այն, ապա կսպասեմ ձեր անկեղծ կարծիքներին ու եթե դեռ չես հասցրել բաժանորդագրվել, բաժանորդագրվիր, որպեսզի չկորցնես ինձ ու իմ ալիքը, իսկ ես ձեզ չափազանց շատ եմ սիրում, համբուրում եմ բոլորիդ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, պակա պակա։